Թոշակառուները բեռ են, մեր համար էլ իշխանությունն էր բեռ, այսի բոլորն էլ ուշադիր լսեն, այդ բեռից մենք ազատվելու ենք, ու թոշակառուները ոչ մեկի համար բեռ չեն, ոնց որ իրանք են ասում։ Արձանագրենք ու հետևենք դրան։ Վախի մթնոլորտը իրավունք չունի մեզի ճնշի։ Մենք պետք է դուրս ելնենք վախի մթնոլորտից ու մեր իրավունքների համար պայքարենք։ Այնան մեր ընկերներից մեկը մեզի նկարում է, ոստիկանության աշխատող է։ Շնորհակալ ենք։ Այդ էլ պարտաճանաչ աշխատեք։ Շատ լավ Ալեջան։ Ես իմի չէի մոնում։ Այդ քարտով ես կոմունալները մուտեմ, այդ քարտով պապիրոսը սարդը, հացարն եմ ուտեմ, չեմ պատկերացնում, մնակ ես չէ, այ իմ շրջապատ ես թոշակառուները ժողիմ նույնձեի, մնացել ենք երկու քարի արանքով, մենք իրանք չունենք փողի երեսը տնանք, թոշակառուն իրանք չունի, այդ փողի երեսը տնանք, շոշապի, այդ փողը շոշապի, հազր մենք իրանք չունենք, Ինչ առաջարկներ ունեք իշխանը։ Առաջարկում եմ, որ մեր թոշակները ոնց ստացել են, նենց են ստացել։ Դա իրան բարձրացրած թոշակը մեզ պետք չէ։ Եղածը թող մեզ կախիկ տա։ Մեզ եղածը մեր կախիկ թոշակը տա, ցավը տա։ Ուրիշ բան չունի։ Դուք ինչ կասեք ես։ Ես ուզում եմ ասեմ, դուք ասեցիք, որ թոշակառուների ուրիշ հարցեր չխոսանք, ես կողմ ձեր ասացին, ես ուզում եմ ասել, թոշակառու, ախպեր, դու որ խոսացիր, մենք չենք որ ուրիշ հարցեր չենք խոսում, թոշակառուների մեջ, ես ուզում եմ ասեմ, սև ու սպիտակ մենակ նրան թոշակառուների մեջ համարել, էտի մտցնել, ինչ նստել են աթորի, մի նորմալ, մի բան, բարի գործ, մի ազգանվեր գործ չեն արել, բացի ազգագործան հասկացողությունից։ Ու միշտ էլ նստած օրվանից միջեիմա շորքի մեր թշնամու կատարածությունների իրանք կատարածություն են նրանց տեղը մեզ են բան են անում, ոնց որ տնկաչոք են սարքում թշնամու դիմաց, բայց մեր ժողովուրդը թշնամու դիմաց նախկիններին որ ասեն, ես նրան մեջ չեմ ասում ոնց ինչ, բայց նրան մի բանը կարամ ասեմ, որ նրանք այդ տնկաչոք ժողովրդին չեն միջակերել կա։ Այսքան երեխեն թոր ունեմ, պատմությունից այնքան բան է խոսում, այնքան հայրենասիրության բաներ է խոսում, որ դրանք ամբողջ կուսակցությունը տգետ է, չի հասկանում։ Ես այս ճանապարհով գնում եմ, թորնիկից հատից բռնել, այնտեղ բիզնես խնդոր են բերել։ Իմի թորնիկից այդ խնդորից ուզում եմ, այն գյուղացի խնդոր է ծախում։ Ես ոնց է խնդորն առնեմ իմ թորնիկի ձեռը դնեմ, ասում եմ։ Որ իմ գրպանը մնա կանխիկ չարդ է, անկախիկ։ Ուրիշ ինչ ասեմ, սավըտ տնեմ, սա ոնց մտածում ենք սա գործանի քաղաքականից։ Տարեստեր 85 տարեկան մարդը նա ոնց գնա ասեք պարկածա, նա ոնց գնա քարտով փոխանի։ Այդ է դժվարությունները լինում։ Կարծում եք անկանխիկ գործարքների հետ կապված կարա թոշակառուն այդ այնտեղ ասում են քեշբեքա նստում 20%, բայց մինչև 15-ը այդ քեշբեքը նստացնում են, մնացած գումարը մնում է։ 20%-ով ավելացրել են, չէ՞։ 20% հետ վճարը պետք է նստի։ Անեմ, որ 10,000 դրամ ավելանա։ Հալա, ես որ առևտուր անեմ, բայց այդ կոմունալ ծախսերը ինչով բանանեմ, ինչի չի պետությունը այդ կոմունալ ծախսերը մտցնում դրա մեջ, որովհետև ձեր չի տալի իրան։ Որովհետև որ հաշվարկ եմ անում, ես մենակ կոմունալ ծախսերով ամիսը 62,000 դրամ փող եմ մուծում, թե գազնա, թե ինչնա, արդեն տարնում է ես առևտուրը, իմ արդեն էլ խանութները գնալիս պետք չի գնում։ Որը որ ձեր չի տալի իրանց, չեմ մտցրում, որը որ Դուք մենակ չեք, բազմաթիվ հարցերում, հարթակներում մենք բարձրացնել ենք ձեր խնդիրները։ Փորձել ենք լուծում գտնենք ի բարօրություն ձեզ, ի օգուտ ձեզ։ Հիմա այս ստեղծված իրավիճակում ես լինելով որպես բժնեցի Չարենցյան համայնքի մասնիկ, տեսնում եմ նաև ավականու անդամ, տեսնում եմ, որ այս խնդիրը, այս բերված օրենքը մեծ դժվարություններ առաջացնում դրանով։ Հիմա համայնքներում բանկոմատներ չկան։ Մարդկանց մոտ դժվարություն առաջանում, պիտի կան Չարենցյանից գումար ստանան,
հետո այդ քարտերի հետ կապված բանկերից անում են մեծ հերթերակուտակումներ։ Մենք նման խնդիրներին ականատես ենք եղել։ Եվ սրա համար մենք բարձրաձանելու ենք ձեր խնդիրները, մոտակայում դուք գիտեք, որ լինելու են ընտրություններ, ստորագրահավաք ենք լինելու այն ուժերը, ովքեր կան խորհրդարան կամ իշխանության ղեկի, բացառապես այսօրվա իշխանությունից, մենք ներկայացնելու ենք ձեր խնդիրը, որ օր առաջ թոշակառուների առաջ ծառացած խնդիրը լուծում տան։ Այս իրավիճակը այդ ոչ կանխիկ առևտուրը, նա գյուղական համայնքներում հարևանություն պամիրոր ես գնում 10 կիլոգրամ, ոնց 10, որ դա հետ վճար ստանաս։ Կամ դրա համար այս նման խնդիրները, սա ոտի վրա հաճճ որոշումներ են, որը որ ձեր առաջացրել են խնդիրներ։ Այս նման խնդիրները մեր հասարակական այս շարժումը նախաձեռնող շարժումը, ինչպես անձնագրային բաժնի հետ կապված, մենք բարձրացնել ենք ձեր խնդիրը, նաև մեր խնդիրը, եւ հետեւողական ենք լինելու, որ սա վերացվի։ Սա խնդիր չի, որ առաջացել է։ Շատ ծանր, շատ ծանր խնդիր։ Ասացիելի ժողով, դուք մենակ Շատ չեք։ ծանր խնդիր է։ Դուք մենակ չեք։ Մենք ամեն անգամ, ամեն հարթակով բարձրացնելու ենք ձեր խնդիրը։ Ուզում եմ, որ նաև դուք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, դուք ունեք սահմանադրական իրավունք եւ սահմանադրության երրորդ հոդվածը ասում է, որ մարդը Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդը բարձրագույն արժեք է։ Դուք ունեք իրավունք իշխանություն բերելու եւ իշխանությունից հեռացնելու։ Այն ուժերը, ովքեր ձեր առաջ խնդիրներ են ստեղծում, դուք նաև ձեր գալշկան դնելով կարող եք իշխանություն բերել եւ իշխանությունից ազատել։ Այնպես որ ձեր սահմանադրական իրավունքը դուք իրավունք ունեք օրերս օգտագործեք։ Մի բան, թոշակառուները պիտի վայելեն կյանքը։ Նաև Աստվածաշնչի 5-րդ բաժին ասում է պատվի ծնողներին, որ երկար կյանք ունենաս։ Հիմա դուք մեր ծնողներն եք։ Եթե կառավարությունը ձեզ չպատվի, երկար կյանք չի կարող ունենալ։ Դուք արժանապատիվ ապրել եք, վաստակել եք եւ իրավունք ունեք արժանապատիվ ձևով ձեր վաստակած թոշակը, որը շատ չնչին գումար է կազմում, դուք իրավունք ունեք ձեր թորնիկին 5000 դրամ կասի մեջ փոխելու ծախի։ Եվ ոչ ոք իրավունք չունի ձեր թոշակի վրա պարտադրաբար ուժ կիրառելու ասելու դու պիտի կանխիկ չունենաս, անկախիկ գումար պիտի ունենաս։ Եվ սա խոչընդոտներ է առաջացնում։ Դրա համար, սիրելի ժողովուրդ ջան, եւս մեկ անգամ ասում ենք, որ բարձրաձանելու ենք տարբեր հարթակներում ձեր խնդիրը եւ հասնելու ենք արդյունքի։ Եվ դուք կտեսնեք, որ ձեր հետ միասին մենք հասնելու ենք արդյունքի։ Մի վախեցեք։ 9 միլիոն դրամ։ Իսկ մոր թոշակառուին ասում է 10000-ը շատ ակե։ Ինչ պետք է անեն։ Թոշակառուին իսկ մեր պարոն նախարարներ ասում է, երկար են ապրում, այսինքն քիչ է շուտ մեռնում։ Բայց այդ ձևի չի, չէ՞։ Բայց այդ մարդիկ 35-40 տարի աշխատել, վաստակել են։ Ու մենք այսօր հավաքվել ենք ինչի համար, որպեսզի այդ 35-40 տարի աշխատած թոշակառուի շահերը կարողանանք պաշտպանել։ Մենք պետք է մեր շահերը պաշտպանենք, տղաներ։ Ուրիշ ոչ մեկը չի կարող պաշտպանել։